Ես առաջին անգամ հայազգի ռուս մի քաղաքագետ Գաբրելյանով իր գրության մեջ կարդացի, որ Հայաստանում նպատակահարմար է ընդդիմադիր շարժումը ղեկավարեն սրբազաններ, հոգևոր այրեր, եւ նոր այդ թեզի գործնական առաջարկով հանդես եկավ հայտնի անձը, ահա սա դարձյալ եկեղեցուն հասցրած ամենամեծ հարվածն էր, այսինքն այդ պահից սկսած, եթե եկեղեցին թողնելով իր բուն առաքելությունը, զբաղվում է ամեն ինչով, բացի այն գործից, որով պետք է ինքը զբաղվեր, որովհետև աղանդները հեղեղել են, այո, եւ դառնում է թիրախ, քաղաքական թիրախ է դառնում, թիրախ դառնալուց բացի նաև դառնում է պետության ու ժողովրդի դեմ ուղղված զենք, միանշանակ, պարզապես հիբրիդային պատերազմ